Յորջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանի հետ, բարի երեկո։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Մարկոսյան, քարոզարշավը սկսել է եւ մենք տեսնում ենք, թե դուք ինչ ակտիվ մասնակցություն ունեք, հա, թե մարզերում, թե Երևանում եւ Հայաստանի բոլոր տարածքներում։ Նախ կուզենայի հասկանալ, ինչ տրամադրություն է այսօր քաղաքացիների, հատկապես գյուղաբնակ, հա, մեր քաղաքացիների տրամադրության մեջ ինչ նորույթ կա եւ ինչպես են դիմավորում ձեզ, հատկապես նրա համար, որովհետեւ դուք նաեւ քաղաքականության մեջ նոր ուժ եք եւ այն որ ժողովուրդը անընդհատ ասում էր, հա, նոր մարդիկ ենք ուզում, նոր ուժ ենք ուզում, կարծես այդ նոր ուժերը կան, նոր դեմքերը կան։ Դուք շատ ճիշտ նկատեցիք, մարդիկ եւ գյուղերում եւ քաղաքներում ցանկանում են փոփոխություն եւ ցանկանում են նոր շունչ քաղաքականության մեջ, իսկ Ուժեղ Հայաստան կուսակցությունը եւ Ուժեղ Հայաստան դաշինքը այդ նոր շունչն է, այդ փոփոխությունն է, որը բերելու է Հայաստանին եւ տնտեսական զարգացում, եւ անվտանգություն, եւ ուժեղ դիվանագիտություն։ Այսինքն մարդիկ մեծ գյուղերում, երբ որ հանդիպում են, ասում են վերջապես, այո, ասում են վերջապես կա այն մարդը, որի վրա կարելի է հույս դնել, իսկ Սամվել Կարապետյանի կերպարը հենց այդ հուսադրող կերպարն է, որը որ չի խաբում, որը որ չի ստում մարդկանց, այլ անում է այն, ինչ խոստացել է։ Պարոն Մարկոսյան, արդյոք քաղաքականության մեջ սուտը տեղ չունի, որովհետև մենք նայեք 18 թվականից, 2018 թվականից մենք միայն լսում ենք ստեր, իհարկե ժողովուրդը սկզբից այդ ստերը փորձեց, հա, կուլ տալ եւ ուզեց հավատալ, որ սրանք եկել են եւ փորձելու են, հա, երկիրը իրենց ասած հեղափոխական ուժը գալու է եւ նորարարություններ անելու, Հայաստանը ծաղկելու, բայց մենք տեսանք լրիվ հակառակը, աղետի հետևից Արցախի ամբողջական հանձնում, զոհեր, վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, այսինքն մի շարք կարող ենք թվարկել սրանց աղետների չափը, հա, բայց նաև հիմա արդեն երրորդ փուլն է, որ Նիկոլ Փաշինյանը հայտ է ներկայացնում եւ ուզում է կրկին լինել վարչապետ եւ էլի ստերով է, հա, փորձում ժողովրդին կերակրել։ Ձեզ հավաստիացնում եմ, որ լինելու է Նիկոլ Փաշինյանի երրորդ եւ վերջին փորձը, որը որ ձախողվելու է։ Նիկոլ Փաշինյանը այլևս չունի իշխանություն, որը որ նա ուներ 2018 թվականին, 2021 թվականին նրան հաջողվեց նորից ընտրվել վարչապետ, որովհետև նա էլի այնպես արեց, որ մարդիկ հիասթափվեն ընտրություններից, մարդիկ չգնան ընտրությունների եւ նա ունենալով շատ փոքր տոկոս մարդկանց վստահության, նաեւ այդ ժամանակ հենց մարդկանց չմասնակցելու պատճառով նա կարողացավ վերընտրվել վարչապետ։ Այս անգամ այդպես չի լինելու, հայ ժողովուրդը կարծում եմ սթափվել է արդեն, հասկանում է պահի լրջությունը, այսինքն երբ որ մարդը ասում է, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, 2 տարի հետո բերում է աղետալի պատերազմ եւ աղետալի պատերազմից հետո ասում է Արցախը երբեք էլ չի եղել Հայաստան։ Հիմա շատ կոնկրետ է ասում, ասում է այն տարածքները, որը ասում եք, մերն է, մերը չի եղել։ Մերը չի եղել, այսինքն մարդը կարող է իր պահի պատեհությունից ելնելով կարող է փոխել իր կարծիքը 180 աստիճան, այդ պահին ինչպես հարմար է ասել մարդկանց, նա այդպես ասում է, հետո միանգամից փոխում է իր կարծիքը այլ վայրում այլ կարծիք ասելու համար։ Հիմա նույնն է, օրինակ 300,000 ադրբեջանցիների մասով, նրանք անընդհատ ժխտում են, որ այդպիսի բան չկա, սակայն մենք շատ լավ գիտենք, թե նրանց ժխտման հետևանքները ինչ են լինում։ Բայց Ալիևն է ասել դրա մասին։ Իլհամ Ալիևն է ասել, մի քանի օր առաջ Հիկմետ Հաջիևն է ասել, որ 300,000 ադրբեջանցիներ սպասում են Հայաստան վերադառնալուն։ Այսօր էլ տեղեկացանք, որ Բաքվում լինելու են
ինչ որ հանդեսներ Նախիջևանում, որը գիտեք ում է պատկանել նախկինում, Նախիջևանում հիմա ֆեստիվալներ են լինելու, ֆեստիվալներ են կազմակերպում Արևմտյան Ադրբեջան թեմայով, իսկ ինչն է Արևմտյան Ադրբեջանը, դա Հայաստանի Հանրապետության տարածքն է, որը նրանք կոչում են Արևմտյան Ադրբեջան։ Այսինքն, երբ որ մենք նրանցից ինչ որ բան նրանք ժխտում են, ապա պետք է հասկանալ լրիվ հակառակը։ Նրանք ասում են Սյունիքի հարց չկա, պետք է հասկանալ լրիվ հակառակը, Սյունիքի հարց կա, 300,000 ադրբեջանցիների մասով նրանք ասում են Զանգեզուր, այդ տարածքը, եւ եթե նայենք անգամ վիճակագրությանը, Նիկոլ Փաշինյանը սկսել է կամաց-կամաց դատարկել այն շրջանները, որտեղ որ պետք է բնակվեն։ Եթե նայեք օրինակ Սյունիքի բնակչության թվականակը, ստատիստիկան նայեք, ապա կտեսնեք Սյունիքի բնակչության անկում վերջին 5 տարիների ընթացքում։ Եթե նայեք Գեղարքունիքի մարզի բնակչության վիճակագրությունը, ապա կտեսնեք բնակչության անկում վերջին 5 տարիների։ Այո, Վարդենիսի շրջանը, այն Շորժայի շրջանը եւ այլն եւ այլն։ Այսինքն մարդիկ պատրաստվում են ադրբեջանցիների գալուն, դատարկում են, օրինակ Վարդենիսում հանել են անձնագրային բաժինը, հանել են կադաստրը, հանել են անգամ դիահերձարան չկա, հասկանում եք, այդ քաղաքում դիահերձարան չկա, հանել են, որպեսզի մարդիկ արդեն ուղակի զզված քաղաքից հեռանան, որպեսզի նրանց հարմար չլինի ապրել Վարդենիսի շրջանում։ Իսկ ինչու Ալիևի հրամանն է երևի թե կատարվում։ Ինչ եք անելու դուք, պարոն Մարկոսյան։ Եկաք իշխանության, կանգնեցնելու եք այս աղետալի ընթացքը, որի մեջ է հիմա այս իշխանությունը եւ առաջակնում։ Իհարկե կանգնեցնելու ենք, Սամվել Կարապետյանը իր տեսակով եւ ամբողջ թիմը, որոնք որ հայրենասեր մարդկանցից բաղկացած թիմ է, կանգնեցնելու են այս աղետաբեր անկման անիվը։ Մենք պետք է վերջապես հասկանանք, որ հայ ժողովուրդը արժանապատիվ ժողովուրդ է, հայ ժողովուրդը չպետք է ծնկաչոք Ալիևից խնդրի տարբեր բաներ։ Չերչիլն էր ասել, երբ որ դու նվաստանում ես, որպեսզի չունենաս պատերազմ, դու ստանում ես եւ պատերազմ եւ նվաստացում։ Այսինքն այս նվաստացման, հայ ժողովրդի նվաստացման փուլը պետք է վերջապես ավարտվի, հայ ժողովուրդը պետք է ապրի բարեկեցիկ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ուտելու հացի խնդիր ուղղակի չունենան։ Սամվել Կարապետյանը հենց խոստացել է անմիջապես իր վարչապետ դառնալուց հետո լուծել ծայրահեղ աղքատների հարցը։ Դա շատ կարևոր է, որ Հայաստանում աղքատությունը վերջապես հաղթահարվի։ Այսինքն քայլ առ քայլ մենք մոտենալու ենք մի պահի, երբ հայ ժողովուրդը վերջապես կվերածնվի, հայ ժողովուրդը վերջապես կզգա իրեն պատիվ ունեցող եւ հաղթած ժողովուրդ եւ դա պետք է արվի ամեն կերպ, դա պետք է արվի տնտեսական զարգացմամբ, ուժեղ դիվանագիտությամբ եւ ուժեղ բանակցություններով։ Այսինքն այս պահին, երբ որ նրանք գնում են բանակցությունների, երբ դու պարտված ես, երբ դու թույլ ես, դու չես կարող քո ժողովրդի եւ քո պետության համար բանակցել լավ դիրքերից։ Բայց երբ որ դիմացը նստած է ուժեղ անձնավորություն, որը որ չի զիջում ամեն ինչ ինչպես հիմա է արվում, այդ ժամանակ հնարավոր է պայմանավորվել։ Այս պատերազմի հրձիկ կուսակցությունը, որը 3 պատերազմներ է բերել հայ ժողովրդի գլխին, հիմա պարտվողական իշխանությունը նաև փորձում է զորահանդես իրականացնել։ Այսօր էլ տեսնում ենք, որ փողոցներում, քաղաքում ինչ կոլապս է տիրում եւ այս մարդիկ ինչ ունեն ցուցադրելու։ Օրինակ, երբ որ դու զորահանդես ես կազմակերպում, դու պիտի լինես հաղթողի, կողմից, հաղթող պիտի լինես եւ բացի դրանից նաեւ դու պիտի ունենաս քո մարտավարությունը։ Մենք ոչ այն ունենք, բայց նաեւ հայտարարում է այս իշխանությունը, որ այլևս խաղաղության մեջ ենք, խաղաղություն ենք բերել, անվտանգ եք ապրելու։ Այս զենքերը, այն ինչ որ պիտի զորահանդեսին ցուցադրվի, դա ինչի համար է այս պարագայում, եթե մենք այլևս ապրում ենք խաղաղ, անվտանգ երկրում։ Զորահանդեսը արվում է միայն եւ միայն PR ակցիայի համար, ում համար, իրավիճակի համար։ Այո, մարդկանց ուղակի էլի սուտ ասելու համար է արվում, էլի մարդկանց խաբելու համար է արվում, հանելու են որոշակի զենքեր ցուցադրեն, զենքեր, որոնք
չեմ իմանում, թե որքանով են համապատասխանում մեր մարտավարական պահանջներին, այսինքն մեկը մյուսի հետ փոխկապակցված է, թե ոչ, նրանք առնում են ամեն ինչ, ինչ իրենց վաճառում են եւ համոզված չեմ, որ այդ զենքերը փոխկապակցված են միմյանց հետ եւ մտնում են մեկ ռազմավարության մեջ։ Զենքերի մեծ մասը նաեւ նախկինների Այո, նախկին ուղակի ներկել են, որ հանեն ցուցադրության, սիրուն ներկում են, հանում են ցուցադրության, որպեսզի մարդիկ մենք հիշում ենք Սու-30-ների պատմությունը, որը որ էլի բավական գեղեցիկ PR ակցիա էր, հետո պարզվեց, որ Սու-30-ները չունեն համապատասխան հրթիռներ եւ ուղակի չեն կարող օգտագործվել, գնել են ուղակի ցուցադրելու, սելֆի անելու համար։ Այսինքն այս շարանը եւս շարունակվում է, մարդկանց ուզում են խաբել, որ մեր բանակը հզորացել է եւ այլն, սակայն տեսնելու ենք այն, ինչ տեսնելու ենք, ցուցադրելու են զենքեր, որոնք որ ներկվել բերվել են եւ չեմ կարծում, որ նրանք մտնում են մեկ ռազմավարական եւ մարտավարական այդ ամբողջ համալիրի մեջ։ Այսինքն, երբ որ զենք ես գնում, մեկը մյուսի հետ պետք է փոխկապակցված լինի եւ նպատակային պետք է լինի, շատ խիստ կասկածում եմ, որ այս դեպքում դա պահվել է։ Պարոն Մարկոսյան, նաեւ կուզենայի հասկանալ, դուք անընդհատ իհարկե ինձ դուր է գալիս, որ ասում եք հաղթելու ենք եւ ինձ թվում է, որ նաեւ ճիշտ այս երկու շաբաթն էլ, հա, ճիշտ աշխատանքի դեպքում գուցե մարդիկ են, ովքեր որ վստահ չեն ունեն ընտրելու կամ դեռ մտածում են, որ դե ես ուր գնամ ընտրության, մեկը իմ ձայնը որոշիչ չի եւ այլն, այդ մարդկանց էլ գուցե կկարողանաք տանել ընտրությունների, իհարկե մեր բոլորի աշխատանքի արդյունքում դա պետքա լինի։ Ուզում հասկանալ այդ բացարձակ հաղթանակի գնալու ցանկություն ասեմ, իղձ ասեմ, որտեղից է գալի, ինչու եք վստահ, որ դուք գնում եք բացարձակ հաղթանակի։ Դա իղձ չի, դա ցանկություն չի, դա սոցհարցումների աշխարհը ուրիշ բան չի հորինել, քան սոցհարցումները, սոցհարցումների արդյունքներով։ Բայց սոցհարցումները 100% ճշմարտություն չեն։ Չէ, չեմ ասում 100% ճշմարտություն են, բայց շատ քիչ տոկոս հավանականությամբ, օրինակ, երբ որ մենք անում ենք սոցհարցումներ, դրանք 2%-ի շրջանակներում է դրա սխալի հավանականությունը, այսինքն աշխարհը արդեն հորինել է գիտություն, որի հիման վրա կարելի է կանխատեսումներ անել, դա սոցիոլոգիան է։ Սոցիոլոգիայի հիման վրա մենք ասում ենք, որ հաղթելու ենք եւ դա ճշմարտություն է, հայ ժողովուրդը արդեն հոգնել է այս իշխանություններից, հայ ժողովուրդը ցանկանում է փոփոխություններ, հայ ժողովուրդը չի ուզում, որպես 300,000 ադրբեջանցիներ կան եւ բնակվեն իրենց տներում, ինչպես դա հիմա օրինակ արցախցիների տներում են ապրում, նույնը կատարվելու է Հայաստանի հետ։ Այս իշխանությունը Ադրբեջանա դառնալու։ Այս իշխանությունը հաջորդ քայլը դա է լինելու, տարածքներ են զիջվելու եւ տեղափոխվելու են 300,000 ադրբեջանցիներ այստեղ ապրելու։ Դա շատ կարեւոր է, որպեսզի մեր հայրենակիցները հասկանան պահի լրջությունը, շատ կարեւոր է։ Դիմում եմ մեր հայրենակիցներին, հասկացեք, խնդրում եմ պահի լրջությունը, որովհետեւ այս ընտրությունները կարծես թե Սարդարապատի ճակատամարտն է ուղղակի ընտրությունների միջոցով։ Սա հայ ժողովրդի լինել չլինելու հարցն է։ Այնպես որ կարծում եմ մեր ժողովուրդը ունի այնքան գիտակցություն, որ հասկանա դա եւ հասկանա այս տենդենսները, որ մենք ունենք, հաջորդը լինելու է տարածքների զիջումը, հաջորդը լինելու է 300,000 ադրբեջանցիների տեղափոխումը, արդեն Փաշազադեի տեղակալը ասում է, որ Հայաստանում պետք է կառուցվեն 500 մզկիթներ, վերականգնվեն 500 մզկիթներ Արևմտյան Ադրբեջանում, նրանք չեն էլ ասում ընդհանրապես Հայաստան բառը, նրանք ասում են Արևմտյան Ադրբեջան։ Այնպես որ պետք է գալ մեր փորձից։ Ալիևը ինչ ասել է, ստացել է։ Պետք է մարդ, ով կկարողանա դրա, այսպես ասած ժողովրդական լեզվով, դեմը առնել։ Հիմա մենք Հայաստանում ենք ուզում ապրել, թե Արևմտյան Ադրբեջանում։ Այո, մենք պետք է Ադրբեջանում ենք ուզում ապրել, գնացեք Նիկոլին ընտրեք։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ մենք կարող ենք անգամ ապրել այստեղ, որովհետև 300,000 ադրբեջանցիները եթե տեղափոխվեցին, մեզ աշխատացնեն, մի 2 կոպեկա կգցեն։ Գալու են, դպրոցները լցվելու են, մանկապարտեզները լցվելու են, հիվանդանոցները լցվելու են, այնպես որ սա պետք է շատ հստակ գիտակցել պահի լրջությունը եւ պահի հրամայականը։ Ընտրությունների միջոցով հնարավոր է փոխել այս ընթացքը, այս անկման ընթացքը։
Այն որ Նիկոլի իշխանությունը մաշվել է արդեն, պարոն Մարկոսյան, դա պարզ երևում է։ Դա պարզ երևում է նրանով, որ ինքը անհանգստություններ ունի եւ այդ իր հիստերիկ պահվածքը, որը անընդհատ ցուցաբերում է այս քարոզարշավերի ընթացքում, դա պարզ ակնհայտ երևում է։ Իր ամբողջ թիմը դրա մեջ է, հա, անընդհատ պատասխանելով ձեզ, անընդհատ պատասխանելով Ծառուկյանին, անընդհատ պատասխանելով նախագահ Քոչարյանին, հա, այս եւ համարելով երակլուղ կուսակցությունների ղեկավարներ եւ այլն, այս վախերի արդյունքում արդյոք այն որ ասում է Եվրոպան իմ կողքին է, մենք գիտենք իհարկե որ ինքը ամենից շատ Ռուսաստանի հետ ունի ոնց ասեմ, հա, պայմանավորվածություններ գուցե կամ այն որ ասում է սա ագենտա օրինակ, հա, ինքը անդադ մեղադրում է, սա ագենտա, սա այս երկրի ագենտա, բայց մենք չգիտենք, չէ, իրականում ինքը որտեղի ագենտա, մենք թեև կարող ենք ենթադրել, որ նա էլ, ասենք, Ադրբեջանի ագենտն է, որովհետև ինչ ասում է Ալիևը, ինքը այստեղ խոսափող որպես այդպեսին իրականացնում է։ Դա բազմիցս ապացուցել է։ Հիմա այս մարդը, եթե ստացվեց այնպես, ես չգիտեմ դուք իրան ճանաչում եք, թե չեք ճանաչում, ես իրան լավ ճանաչում եմ։ Թե լրագրողական տարիներին, թե խմբագիր եղած տարիներին, թե այդ իր պահվածքը բանտերում եղած եւ այլն եւ այլն։ Ես գիտեմ, որ ինքը հեշտ հանգիստ չի գնալու, պարոն Մարկոսյան։ Նույնիսկ եթե պարտվեց, ինքը պարտությունը չի կուլ տալու եւ հանգիստ չի գնալու։ Ընդդիմությունը որպես այդպեսին, հա, բոլոր ազդակներին, բոլոր հարվածներին պատրաստ է պատասխանելու, որովհետեւ մենք չենք կարող նաեւ պատկերացնել այն երևակայությամբ պատկերացնել, թե ինքը ինչի է ընդունակ այս իրավիճակում, որովհետեւ նորից եմ ասում, ինքը պարտությունը չի տանելու։ Եթե հիշում եք նախորդ օրը ասեցի 500,000-ից շատ մարդ որ դուրս գա փողոց, ես հանգիստ կգնամ։ Ընտրություն Հայաստանում իշխանափոխության այս պահին միակ միջոցը, որը տեսնում ենք, դա ընտրություններն են։ Ընտրությունների արդյունքում, եթե հայ ժողովուրդը որոշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Եվ անկախ նրանից, թե ինքը ինչ ցանկություններ պետք է ունենա։ Այնպես որ կարծում եմ, որ անհասկանալի կլինի իր պահվածքը, եթե բարթվելուց հետո նա չցանկանա հեռանալ։ Իր ընտրազանգվածին հանում է փողոց եւ ասում է պիտի ձայն եք տվել ինձ, ուրեմն պաշտպանեք։ Օրինակ եմ ասում, ես սկսում եմ ինչ-որ քաղաքացիական պատերազմի ինչ-որ հոտ։ Կարծում եմ մեր ժողովուրդը այնքան ունի գիտակցություն, որ այդպիսի քայլի չգնա, իմանալով նրա կերպարը, իմանալով նրա պրովոկատոր կերպարը, չեմ կարծում, որ հայ ժողովուրդը կգնա այդ քայլին եւ իմիջիայլոց ասեմ, նաեւ նրա հույսը երևի թե նաեւ իրավապահ համակարգն է եւ այլն, որը իրականում արդեն հոգնել է ապօրինություններից, նրանք եւս հասկանում են, որ նրանք ապօրինությունների մեջ են, այսինքն այսօր երբ որ նայում ենք, ամբողջ իրավապահ համակարգը լծված է ընդդիմադիր դաշտին նեղելու, ընդդիմադիր դաշտին հալածելու, ընդդիմադիր դաշտին տարբեր տեսակի fake լուրերով պատելու մեջ, ինչը որ հարիր չէ իրավապահ համակարգին։ Նրանք եւս հոգնել են, քանի որ էլի կան լիքը արժանապատիվ ծառայողներ իրավապահ համակարգում, նրանք եւս հոգնել են եւ կարծում եմ անգամ իրավապահ համակարգը նրա կողքին չի լինելու, երբ որ նա ցանկանա այդպիսի բան անել։ Եվ իրավապահ համակարգը պետք է այդ ամենը կանխի, քանի որ ընտրությունների միջոցով պարտված անձը չի կարող լինել երկրի գլուխ կանգնել։ Այնպես որ ես այդ մտավախությունը դեռևս չունեմ եւ կարծում եմ, որ նրանք քաջ գիտակցում են, թե ինչի կարող է բերել այդպիսի հուզումների հրահրումը եւ չեն գնա այդ քայլին։ Եվ պարոն Մարկոսյան, նաեւ կուզենայի հասկանալ փորձել այն պլան B-ն, որը մենք միշտ պետք է ունենանք, հա, ստացվում է այնպես, որ զայների մեծամասնությամբ կրկին Նիկոլը հաղթում է։ Դուք լինում եք ազգային ժողովում առաջի տեղում որպես ընդդիմադիր։ Ինչ եք անելու, մանդատները վերցնելու եք, գնաք ազգային ժողով Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատելու, թե նպատակը որն է լինելու իրականում։ Նպատակը միակն է՝ հաղթել
եւ ունենալ մեծամասնություն Լավ, եւ եթե պլան չենք B հաղթում, ինչ ենք անելու։ չենք քննարկում այդ թեման, որովհետեւ հաղթելու ենք։ Եվ այս մարդը հունիսի 7-ից հետո լքելու է մեզ եւ արդեն հայ ժողովուրդը ապրելու է հանգիստ կյանքով։ Ամենօրյա հիստերիկություններով եւ ամենօրյա ճղճղոցներով չի տեսնելու երկրի ղեկավարին, հասկանում եք, այդ կերպարը անգամ արդեն մարդկանց հոգնեցրել է, ամենօրյա ճղճղոցները, փողոցներում մարդկանց քաշքշոցը, կանանց քաշքշոցը, հասկանում եք, դա հարիր չի հայ ժողովրդին ունենալ նման կերպարի ղեկավար։ Այնպես որ ընդհանրապես մի մտածեք այդ թեմայով, հունիսի 7-ին հայ ժողովուրդը ասելու է իր վճռական խոսքը, հայ ժողովուրդը քվեարկելու է փոփոխության համար, հայ ժողովուրդը քվեարկելու է 300,000 ադրբեջանցիների չգալու օգտին եւ հայ ժողովուրդը քվեարկելու է իր պայծառ ապագայի համար, բարեկեցիկ եւ հարուստ երկրում ապրելու համար։ Հիմա ուժեղ Հայաստանը բռնաճնշումների է ենթարկվում, ամեն օր ինչ որ ձայնագրություններ են հայտնաբերում եւ փորձում են այդ կերպ առանձին եւ ցուցակում եղած եւ կուսակցության անդամ որպես այդպեսին անազատության մեջ պահել։ Իհարկե ամբողջական ցուցակով այդ մարդկանց բոլորին չեն կարողանալու, հա, անազատության մեջ պահել, բայց եթե հանկարծ ստացվեց այնպես, որ այս մարդը նաև ընդունակա դրան, հա, որոշեց, չգիտեմ, վերջի օրով բոլորին կալանավորել։ Ես օրինակներ եմ բերում, որը ենթադրելի է, որ դա կարա լինի, որովհետև մենք գործ ունենք Նիկոլի հետ։ Ասма Նիկոլ եւ ամեն ինչ արդեն պատկերացրեք։ Այս պարագայում, այսինքն մենք գիտեք ինչու եմ դա ես անդադ ասում, որ ընդդիմությունը այնուամենայնիվ ամեն ինչի պատրաստ պիտի լինի։ Օրինակ փողոցը գեներացնելու խնդիր ունենք, թե ոչ, այն որ պիտի ասենք ամսի 7-ից հետո, հա, երբ որ ամբողջական արդյունքները པարզ կլինի, փողոցը դուրս է գալու, փողոցը պատրաստ է, ունենք այն ինչի մասին մենք այսօր կարող ենք մտահոգվել։ Դուք տեսնում եք ամենօրյա ռեժիմով, երբ որ մոնտաժված ձայնագրություններով, տարբեր տեսակի fake լուրերով եւ այլն մենք հիմա հավատում ենք, թե չենք հավատում, կարող է, չգիտեմ, ինչ որ մի գյուղում նստա ստատիկ պապիկը, որը պետքա ձեզ ձայն տար, գնար եւ ամսի 7-ին ձեզ ձայն տար, նայում է եւ ասում է վայ, դե տեսեք, այս մարդիկ անարդար են, նման բաներ են անում եւ որոշում են էլ չընտրել ձեզ, օրինակ, այսինքն դա ազդող բան է, հասկանում եք։ Ես նաև դիմում եմ այդ մարդկանց, որ նրանք չհավատան այդ fake-երի շարանին, սուտ լուրերի շարանին, տարբեր տեսակի ձայնագրություններ մոնտաժելով, իրար կպցնելով տարբեր խոսակցություններ եւ այլն, նրանք փորձում են վարկաբեկել մեզ, դա նրանց մոտ չի ստացվում, քանի որ երբ որ ձերբակալում են 10 հոգու, ավելանում է 100-ը, 1000-ը եւ դա նրանց մոտ չի ստացվելու, այսինքն դա բերում է հակառակ էֆեկտին։ Հայ ժողովուրդը ընդհանրապես գենում ունի անարդարությունների նկատմամբ ընդվզում։ Երբ որ հայ ժողովուրդը տեսնում է անարդարություններ, տեսնում է ճնշումներ եւ այլն, դա հակառակ էֆեկտն է տալիս եւ դա տեսնում ենք մենք ամենօրյա ռեժիմով։ Մեր հանրահավաքների մարդաշատությունը, մեր հանդիպումների մարդաշատությունը, նրանք գնում են հանդիպումների ավտոբուսներով ուսուցիչներ, աշակերտներ, հիմա էլ դրել են նոր անվանում երեխաների հեղափոխություն, քանի որ միայն դպրոցականներին են կարողանում բերել ստիպելով, դասղեկներին, դպրոցի տնօրեններին ստիպում են, որ երեխաներին հավաքեն դպրոցից ավտոբուսներով տանեն իրենց հանրահավաքներին, անուն էլ որ դնեն մի քիչ սիրուն հնչի, երեխաների հեղափոխություն, տենց բան երևի չէինք լսել։ Հիմա չէ 18-ին մենք հիշում ենք այլասկաններով այդ փողոցները, որ փակում էին մանկահասակ 18 թիվը լրիվ ուրիշ էր։ Հիմա 18 թվին մարդիկ ուզում էին փոփոխություն։ Այդ փոփոխության մղումը բերեց այդ իշխանափոխությանը, որը որ չարդարացրեց մարդկանց որևէ հույս, չարդարացրեց ոչինչ։ Նրանք եկան իշխանության ասելով
նախկինները էս են անելու նախկիներին են անելու Դա ասում էր բոլոր դղյակները ռուսերեն որ ասում է պլաստինկ են նորից դրել են կրկնում են էլի նույն պլաստինկ են 2021 թվի էլի դրել են ֆրոցնում են եւ մարդկանց բերել են մի բանի որ էլի նույն բաները էլի սրան ենք ձերբակալելու նրան ենք ձերբակալելու նրան ենք ձերբակալելու լավ ինչ որ մի զարգացման պլան էս մարդիկ ունեն, թե միայն մարդկանց ուզում են ձերբակալություններով, խլելով, չգիտեմ, այս ենք խլելու, այն ենք խլելու, երրորդ անգամ ուզում են այդ խլելու, այսպես ասած, նարատիվներով մարդկանց բերել եւ իրենց կողմ քաշել, ինձ թվում է որևէ մեկը այլևս չի հավատում, որ նրանք ունեն որևէ զարգացման պլան, նրանք չեն խոսում ընդհանրապես Հայաստանի զարգացումից, նրանք միայն խոսում են, ունեն մի թեզ, դա նախկիններն են, ամեն օր նախկիններից են խոսում։ Չէ, օրինակ իրանց ծրագրում եկեղեցու բարեփոխումների ծրագիր կա։ Այո, եկեղեցու բարեփոխումները չի, չարեփոխումներ է դա չի կարելի համարել որևէ բարեփոխում, հայ եկեղեցին դա հայ ժողովրդի ինքնության պահպանության ազգային եկեղեցին հայ ժողովրդի ինքնության պահպանության գրեթե կարելի ասել այս պահին միակ խոշոր ինստիտուտն է, որի կազմաքանդումը գիտենք թե ում է ձեռնտու։ Երևի թե էլի հրաման են ստացել իրենց եռագլուխ Ալիև Էրդողան եւ Փաշինյան եռագլուխներից երկուսը երևի երրորդին ասել են թե ինքը ինչ անի։ Հիշենք եկեղեցու վրա հարձակումները որտեղից եկավ։ Հենց Փաշազադեի հայտարարությունից հետո Փաշազադեն ասեց անմիջապես հետո այստեղ սկսվեցին եկեղեցու բարեփոխումների, որը իրականում չարեփոխումներ են, այդ արշավը։ Եվ նաև պարոն Մարկոսյան, ձեզ մեղադրում են, որ դուք անփորձ եք։ Դուք չեք կարողանալու եկակ իշխանության, չեք կարողանալու համակարգեր ղեկավարել եւ այլն, ինչով եք անփորձ եւ ցանկացած նոր իշխանություն բնականաբար, անփորձություն ունենում է եւ հետո ինքը սկսում է բուն ռեժիմի մեջ մտնել։ Մի հատ անեկդոտ կար, երևի կհիշեք 2018 թվականին էին այդպես խոսում, որ ժամը 5-ին 6-ին կառավարության դիմաց հավաքվում են ծնողները, որպես երեխաներին տուն տանեն։ Հիմա այդ մարդիկ մեզ մեղադրում են անփորձության մեջ, դա շատ ծիծաղալու է, եթե մենք նայենք այն պաշտոնյաներին, որոնց նրանք նշանակել են, 0 կոմպետենտություն, 0 փորձ, 0 կառավարչական փորձ, այսինքն այդ մարդիկ եւ որոնք արդեն դարձել են միլիոնատերեր այս ընթացքում չունենալով ոչինչ եկել դարձել են միլիոնատերեր կարծում եմ մենք ունենք բավականին փորձ աշխատելու Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի բարեկեցության, հայ ժողովրդի զարգացման համար եւ նրանց այդ թեզը, որ մենք անփորձ ենք, ուղղակի ծիծաղալու է, մանավանդ որ ասում են նրանք, ովքեր որ դպրոցից միանգամից դարձել էին նախարարներ։ Կենսագրություններ մի տողով։ 0 կենսագրություն, 0 կառավարչական փորձ։ Եվ պարոն Մարկոսյան, ամփոփելով մեր զրույցը, կուզենայի վերջնականապես իմ տաղավարից հասկանալ մեր հաջորդ Հայաստանի Հանրապետության վարչապետը ով է լինելու։ Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Կարող ենք շնորհավորել իրար արդեն։ Չենք կարող շնորհավորել, քանի որ հայ ժողովուրդը դա ֆիքսելու է հունիսի 7-ին, հունիսի 8-ին կարող ենք հավաքվել եւ շնորհավորել միմյանց։ Ես հատուկ կգամ եւ կշնորհավորեմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ